Գանձասարն է, ինչպես տեսնում եք, սա լազերների խումբն է, իրականում սա կարող է որպես հենց 3D mesh, այսպես ասած երևա, բայց իրականում սա կետերի շատ խիտ խումբ է, այս բոլոր կետերը առանձին լազերներ են, որը մենք միասին կապակցում ենք, որպեսզի շատ խիտ այսպիսի 3D ինֆորմացիա ստանանք։ Նախ սկանավորում, մոդելավորում, ապա թվայնացնում են Հայաստանի դարերի պատմությունը Թումո ստեղծարար կենտրոնի աշխատակիցները։ Խմբագրում ենք նկարներ, որպեսզի գույնային ինֆորմացիան ուղղենք, շատ ուժեղ լույսերը հանում ենք եւ շատ ուժեղ սֆերերը նույնիսկ հանում ենք։ Մարտակերտի Գանձասարից մինչև Շուշիի Ղազանչեցոց ու Քարվաճարի Դադիվանք Թումոյի հայկական մշակութային ժառանգության ինստիտուտի ուշադրության կենտրոնում են։ Հայաստանում ու Արցախում արդեն հասցրել են 280-ից ավելի հուշարձան թվայնացնել, առաջիկայում էլ նախատեսում են թվայնացնել վտանգված ու Հայաստանից դուրս գտնվող պատմական հուշարձանները։ Սկանավորելը ինքը բավական արագ է լինում, օրինակ նայած չափից եւ նայած տեսքից, ձևից եւ այլն կարող է, չգիտեմ, 2-ից մինչև 8 օր տևել, 8 օրը շատ մեծ, օրինակ վանական համալիրների մասին է։ Իրականում ամենաերկար եւ բարդ աշխատանքը դրա մոդելավորումն է, որը տևում է ամիսներ, այսինքն ընդհանրապես օրինակ մի հուշարձան մի 4 ամիս տևում է մեր մոտ։ Ստեղծված բարձրորակ եռաչափ տվյալներն ու մոդելները հնարավորություն են տալիս ոչ միայն իրականացնել մշակութային ժառանգության մոնիթորինգ, այլև անհրաժեշտության դեպքում նաև պահպանման ու վերականգնման աշխատանքներ։ Այսինքն ոչնչացված կոթողն անգամ ամբողջությամբ հնարավոր է վերականգնել հենց այն տեսքով, որը եղել է 3D սկանավորման պահին։ Մասնագետներից Աննան միայն այս տարի 30-ից ավելի հուշարձան է սկանավորել։ Ամենաբարդը, ասում է, Սանահինի վանական համալիրն է եղել։ Զանգակատուն կա Սանահինում, որի պլանները մենք առաջ չգիտեինք, այսինքն մենք այնտեղ հասել ենք, նոր ենք հասկացել ինքը իրականում ինչ տեսք ունի, նկարել ենք պլանները ու հասկացել ենք հենց ընթացքում ոնց պետքա համ սկանավորել լազերով, համ էլ կամերայով, աստիճանները շատ փոքր են, լազերը տեղադրելը դժվար հարց էր։ Ստեղծարար մտքի ու վառ երևակայության շնորհիվ Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտում նոր լուծում են գտել Հայաստանի պատմամշակութային հուշարձանների շունչն ու ոգին զգալու, փոխանցելու համար։ Եկեղեցին իմ դիմացն է, ինքը գնում է մոտավորապես մակետային չափով։ Ես հնարավորություն ունեմ իր չափերը փոփոխել, պատրաստել, փոփոխել այն չափով, տեսնել թե ինչպես է ռեալ կյանքում գտնվում։ Այժմ ժամանակակից տեխնոլոգիաների վիրտուալ իրականության միջոցով մարդիկ կարող են ներկա լինել նույնիսկ Արցախի պատմամշակութային վայրերում, վերապրել 4-ից 5-րդ դարերից պահպանված վանքերի, մշակութային կոթողների շունչն ու բացահայտել դրանց պատմությունը։ VR ակնոցներով հնարավորություն ենք տալիս ինքը եռաչափ մոդելին եռաչափ ձևով այցելել։ Շատ տպավորիչ, ասեմ, փորձ է, մանավանդ, որտեղ կարողանում ենք իրան իր իսկական չափով նայել, այսինքն մենք մի եկեղեցի, որ ասենք 8 մետր բարձրության է, մենք կարող ենք իրան իր իսկական չափով դնել ու մարդ կարողանա մեջը քայլել, նայել, ուսումնասիրել։ Սկանավորման եւ ֆոտոգրամետրիայի միջոցով բազմաթիվ վայրեր են թվայնացվում ամեն ամիս, որ հազարամյակների հայոց պատմության լուռ վկաները հաջորդ դարերում էլ ապրեն ու պատմեն հայկական անցյալի մասին։ Թումոյում վստահ են մշակույթը կարող է ապրել եւ պահպանվել ոչ միայն ֆիզիկական, այլև թվային տարածքում, պատմելով իր մասին անկախ ժամանակից ու տարածությունից։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Աբոյան, ժամը լրատվական։